Պարբերաբար պարոն վարչապետը բրիֆինգի ընթացքում պատասխանում է ձեր հարցերին եւ այսօր չխախտելով ավանդույթը 1 ժամվա ընթացքում հնարավորություն կունենաք հնչեցնել ձեր հարցերը։ Ես ներողություն եմ խնդրում, ուղղակի այս ձևաչափը որոշենք, որովհետեւ բա ինչ անենք։ Իսկ կարող է այդ սեղանը հանենք, բասկաթոռները սենց մոտիկ բերեք, հա, օպերատորներ, կարող է խտանակ։ Կարակ երկու հոգի գաք ստեղ կողքս նստեք։ Հա, ես ինչի համար, որովհետեւ քարոզարշավի ընթացքում դե քայլում են մարդկանց հետ, լրագրողները գալիս են, այսինքն մարդկանց չի ստացվում մի քանի, հետո դրա համար ես պարբերաբար ես խնդրում եմ, ինչ հարց կկուտակվի, 2 օրը մեկա թե 3 օրը մեկա, ես պարբերաբար այս ձևաչափով կանենք, այսինքն հետո պետք չի հարց տալ, հետո էլ գնալ ասել, վայ հրաժարվեց պատասխան, ես ոչ մի հարցի չեմ հրաժարվում, ընդհանրապես պատասխան։ Եվ հիմա սկսենք, հարգելի լրագրողներ, բոլորը հարցի հնարավորություն կունենան։ Առաջին ազատություն։ Պարոն վարչապետ, ուզում եմ առաջինը անդրադառնալ երեկվա ապարանում տեղի ունեցածին, դուք այնտեղ արդեն ասացիք, որ ծառայողական, եթե ճիշտ եմ հիշում, թե քննություն եք ասել, որ իրականացնեն, ես ուզում եմ իմանալ ինչ կա այս միջադեպի հետ կապված պարզված, ինչ է տեղի ունեցել, որովհետև ականատեսը հստակ պնդում է, որ համակարգված աշակերտներին եւ ուսուցիչներին բերել են մասնակցելու հավաքին ձեզ հետ եւ սրան ի հավելում նաեւ դուք այդ պահին որ բաժանում եք քարտեզներն ու թվացքաբլիկները աշակերտների ներկայությունը այդպես բոլորի ձեզ մոտ կասկածներ հարցեր չառաջացրեց որ տեղում դուք եք փորձեիք հասկանալ տեսեք ես նախ ասեմ հա ավարտեք եւ երկրորդ հարցը ուզում եմ եթե այսպես անենք միանգամից հարցնել նաեւ քիչ առաջ դուք նաև այս հանդիպումների ժամանակ ելի անդրադարձակ Մարտինեկի գործին եւ հայտարարեցիք, որ բացահայտված է եւ Ռոբերտ Քոչարյանն էլ պետք է լսվի ուրիշ տարբերակ չկա։ Մինչեւ այդ նաև անդրադառնում եք Գագիկ Ծառուկյանի հետախուզման մեջ գտնվող տղային եւ դուք ասում եք, որ խմելու եք բերեք եւ նստացնեք։ Դուք սրան զուգահեռ մշտապես ասում եք, որ իրավական գործընթացներին չեք խառնվում, գործ չունեք եւ որևէ ձև չեք միջամտում։ Արդյոք սա միջամտություն չէ, որ դուք հարթակներից նման հայտարարություններ եք անում։ Առաջին մասով ոչ, որովհետեւ մենք հիմա նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում ունենք, որտեղ հստակ արձանագրվում է, որ այն տեղի է ունեցել Մարտի 1-ին տեղի ունեցել պետության կազմակերպման եւ սա պետք է արձագանք ստանա։ Ընդհանրապես այդտեղ կա խնդիր, բայց ինչի չեք նստում դուք։ Ընդհանրապես այդտեղ կա խնդիր, բայց կա նաեւ խնդիր մեկ ուրիշ կողմից։ Մարդիկ ինձնից են պատասխան պահանջում եւ մարդկանց մոտ տպավորություն է, թե ես կուլիսային պայմանավորվածությունների մեջ ներգրավված ինդուլգենցիաներ եմ բաժանում Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, մեկի մյուսին։ Ես ասում եմ, որ արդարադատությունը պետք է հասնի։ Ի վերջո Մարտի 1-ը լավ, ասենք, ու նաև ելույթում ասացի, որ այնտեղ որտեղ առավել եւս եւ ես անձնական որևէ առնչություն ունեմ, ես կրկնակի երակի քառակի անգամ եմ փորձում ակտիվություն չցուցաբերել, բայց այնուամենայնիվ քաղաքական պատասխանատվությունը մնում է ինձ վրա եւ հիմա կա մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը եւ պետք է այդ որոշումը հասցեագրվի, հնարավոր չի, որովհետեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեր իրավական համակարգի մաս է եւ պետք է մեղավորները պատժվեն։ Եվ դուք չեք ինձ ասում բանը ինչի հիման վրա եմ ասում, որ Մարտի 1-ը բացահայտված է։ Բացահայտված է, որովհետև քրեական գործում բոլոր նյութերը կան, բոլոր փաստերը կան եւ պարզա, որ Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է այդ ամբողջը եւ պետք է պատասխան տա միանշանակ։ Միանշանակ պետք է պատա, ես չեմ միջամտում, դա որպես քաղաքացի եւ քաղաքացիների ներկայացուցիչ իմ ակնկալիքն է, որ պետք է հասցեագրվի։ Բայց ասենք ինչքան կարելի է, կներեք դուք ինչ չեք նստում, համեցեք։ Եկեք կգտնենք տեղ։ Մի քիչ նեղ տեղափոխվեք դուք մի հատ կարակ նույնիսկ այդ բարձը հանեք, եթե բարբերակ կա։ Այսինքն ես ձևակերպում եմ մարդու իրավունքների եվրոպական դատարանով արձանագրված անհրաժեշտություն։
Ինչ վերաբերվում է 3 ապարանի իրավիճակին, ես ասեմ, որ ի սկզբանե ինձ հետ հուզել է եւ ասեմ նաեւ, որ այն դպրոցները, որի հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ, ինչ որ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, որովհետև տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր պարզաբանումներ, մենք հիմա ծառայական քննություն կիրականացնենք եւ այդտեղ որտեղ պարզվի, որ ապօրինի հրահանգ ա եղել, միանշանակ կազատվեն։ Այս վերջերս ընդհանրապես ես ասեմ, որ այս վերջերս դիտորդների հետ մի զրույց եմ ունեցել, ինձ հարց տվին, ասին 8 տարիա վարչապետ եք, ոնց եք խուսափելու վարչական ռեսուրս օգտագործելու մեղադրանքից, եւ ես իրենց ասացի կհավատաք, ես ատում եմ վարչական ռեսուրսը եւ դա ճշմարտություն է, որովհետեւ այդ թվում այնտեղ որտեղ կա նմանատիպ երևույթ, դա ինձ հնարավորություն չի տալիս քաղաքացիների հետ ավելի անմիջական շփվել եւ զգալ քաղաքացիների էմոցիաները։ Ես այսօր քաղաքացիների հետ մարդիկ իրենց տներից իջնում են եւ խոսակցություններ են տեղի ունենում, որոնք ինձ այնքան հուզում են, որ ես նույնիսկ ելույթի ժամանակ չեմ կարողանում հուզմունքս զսպել։ Այսինքն մեր ինչին է պետք վարչական ռեսուրսը։ Եվ էլի ասել եմ եւ ասում եմ, ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կմղեն գալ մեր կամ որևէ այլ հավաքի, դա չի կարող մնալ առանց հետևանք։ Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կանխարգել են, երկուսն էլ ապօրինի գալ մեր հավաքի, էլի չի մնա առանց հետևանքի։ Դա միանշանակ է։ Շնորհակալություն։ Ուղղակի ճշտով ապարանի միջադեպով են դպրոցի տնօրենները ազատվել աշխատել։ Չեն ազատվել, դիմում են գրել։ Ես ասել եմ, թող դիմում գրեն եւ գրելն են։ Եթե չեմ սխալվում, 4 դպրոցի տնօրեն, ով որ ներկա է, որտեղից աշակերտ է ներկա եղել ընդհանրապես, ասել եմ պարզ է, չեմ կարող անգիր հիշեմ։ Ինձ ասել են, որ 4 դպրոցից է, պարզել եմ այն մարմինները, որ կարող են ճշտել, որ դպրոցի երեխեքը եւ ուսուցիչներն են, եւ որը պարզվել է, ասել եմ, որ դիմում գրեն, բայց այդ դիմումները չեն մակագրվի, այսինքն չեն ազատվի իրանք դե յուրե աշխատանքից, որովհետեւ պահի տակ կարող է հիմա այսօր էլ երեխեք կային, աստին դասից փախել եք։ Հիմա հասկանում ենք, չէ, որ ես էլ իրանց հորդո բոլորը ասում են, որ դասը շուտ են ավարտել։ Հարկերի ազատություն, երկխոսության հիմա տեսեք, ես էլի եմ ասում։ Իրադրություն արձանագրված է, բայց որպեսզի չստացվի, որ մենք այսպես կամ սխալ տեղեկատվության կամ բուլինգի արդյունքում մարդկանց աշխատանքից ազատում են, հիմա իրանք շնորհակալ եմ, իրանք դիմում են գրել, համարելով, որ ինչ-որ խնդիր կա։ Հիմա այդ դիմումների մասով կլինեն ծառայական քննություններ։ Այնտեղ որտեղ կհիմնավորվի, որ տեղի է ունեցել ապօրինի բան, ընդ որում մենք դա կանենք թափանցիկ, որ հետո չստացվի, որ ինչ-որ բան փորձեցինք ծածկել, փակել։ Նախ ես ասեմ հետևյալը, նախ մենք ոչ միայն չենք հրահանգ տվել, որպեսզի այդպիսի բաներ լինեն, այլև խստորեն հրահանգել ենք բացառել նման երևույթները։ Çünki ես հրապարակային եւ բաց եւ թափանցիկ եմ ասել, ոստեղ եզրը այնա, որ մարդիկ որոշակի պայմաններում իրավունք չունեն այդ process-ին մասնակցել, բայց նաև մարդկանց չեն կարող մենք այն հատվածներում, որտեղ իրանք եւ իրավունք ունեն եւ ցանկություն ունեն, հիմա չստացվի, որ հակառակ կառավարությունը ասում է, վայ, մեզ հանկարծ չաջակցեք, էս էլ է, այսինքն մեզ նաև կարա պրովոկացիան մեզ այդ դաշտ մղեն։ Ես գիծը դնում եմ օրենքի, օրինակ, ուսուցիչը իրավունք ունի քաղաքական ակցիայի, միանշանակ իրավունք ունի, բայց հարցը այն է, հենց դա վարչական ռեսուրսի կիրառման բա, թե կամ օրինականության շրջանակներում, թե ապօրինա, այնտեղ որտեղ օրենքը չի խախտվել, մարդիկ իրավունք ունեն մասնակցել ցանկացած հավաքի, ինչ հավաքի, որ իրանք ուզում են մասնակցել։ Իսկ այնտեղ որտեղ օրենքը խախտվել է, կլինի հետևանք։ Հիմա ես բարթափանցիկ ասում եմ, մենք կոնկրետ տնօրենները դիմում են գրել, բայց մենք այդ դիմումները չենք մակագրի, այսինքն իրանք չեն ազատվի աշխատանքից, մինչև այն պահը, երբ որ մենք կարձանագրենք ապօրինության փաստ։ Եթե չենք կարձանագրի ապօրինության փաստ, այդ մարդիկ կշարունակեն աշխատել։ Եթե առանձին կարճ ասածում գործողություններում ապօրինության փաստ կարձանագրենք, դա կունենա հետևանք։ Որտեղ չի լինի ապօրինության փաստ, բնականաբար հետևանք չի լինի։ Շնորհակալություն, հաջորդ շանս։ Կհասնի ձեզ էլի։ Պարոն Փաշինյան,
Կան այսպիսի գնահատականներ, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրությունների ուղղությամբ աշխարհաքաղաքական կենտրոնացվածությունն ավելի շատ է։ Եվ նաև այդ կենտրոնացվածությունը հաշվի առնելով խոսվում է նաև հնարավոր արտաքին միջամտության մասին։ Օրինակ ընդդիմությունը որպես միջամտություն ակնարկում է արևմուտքը, իշխանական տարբեր շրջանակներ նաև հյուսիսն են ակնարկում։ Հիմա ձեր գնահատմամբ որքանով է ընդգծված այդ միջամտությունը եւ նաև դուք այդ միջամտության մաս համարում եք նաև այն, որ օրինակ Մոսկվայում տարբեր կուսակցության ղեկավարներ հայտարարում են, որ անկախ ընտրությունների արդյունքներից Նիկոլ Փաշինյանի պահանջում են, որպեսզի չընդունեն Մոսկվայում։ Գիտեք, ես նախ հետեւյալը ասեմ, որովհետեւ եւ քաղաքական process-ի մասնակից ուժեր, եւ մեկնաբաններ, եւ Հայաստանից դուրս գտնվող մեկնաբաններ կամ քաղաքական գործիչներ փորձում են այս ընտրություններին տալ աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ։ Այս ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ ընդհանրապես չունի։ Չէր էլ կարող ունենալ մի պարզ տրամաբանությամբ։ Հայաստանը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն։ Եվ մեր քաղաքականությունների մեջ ոչ մի դավադրություն, ոչ մի այսպես ասած ընդդեմ գործողություն չկա։ Մենք շատ թափանցիկ կերպով ասում ենք եւ ասել ենք, որ մենք կարծում ենք, որ մեր ժողովուրդը պետք է այլ ընտրանքներ ունենա։ Հայաստանը եւ ժողովուրդը միշտ պետք է այլ ընտրանքներ ունենա։ Կա Եվրոպական միություն, կա Եվրասիական տնտեսական միություն, կա դրանից դուրս process։ Մեր ժողովուրդը պետք է այլ ընտրանք ունենա։ Հիմա եւ մեր ժողովուրդը պետք է որոշի, հնարավորություն ունենա որոշելու, թե որ ռազմավարությունն է իր համար բան ամենահեռանկարայինը ու ձեռնտու։ Եվ դա մենք հայտարարել ենք թափանցիկ եւ դա իրականացնում ենք։ Եվ աշխարհաքաղաքական համատեքստ չկա, որովհետեւ մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք վարում։ Եվ երեք էլ ապարանում ունեցած ելույթում ես ցանկացա, որ այդ համատեքստը շատ པարզ լինի եւ հիմա հնարավորություն ունեմ այդ բան անել, այդ քաղաքականությունը նորից բացատրել ու մեկնաբանել։ Այս պատկերացնենք Հայաստանի Հանրապետությունն այս բաժակը կամ Հայաստանի Հանրապետության շահերն են եւ ինքը հենված է բազմաթիվ կշերքների վրա, բազմաթիվ կշերքին նժարների, բազմաթիվ կշերքը մեր մոտ սովորաբար երկու նժարաններ են։ Հիմա պատկերացրեք, այդ նժարը բազմաթիվ են, 10-ը, 20-ը, 30-ը եւ որպեսզի Հայաստանը իր շահերը սպասարկի, պետք է հարթություն լինի, որ այս բաժակը կայուն իրավիճակում մնա։ Երբ որ մենք տեսնում ենք, որ նժարի մի կողմը շատ ծանրանում է եւ կարա շուռ գա բաժակը, մենք մեր քաղաքականությունը բալանսավորում ենք, որպեսզի հավասարակշռությունը եւ հարթությունը պահպանվի։ Սրա մասին է խոսքը։ Այստեղ նեղվելու վիճաբանություն սարքելու ոչ մի տրամաբանություն չկա։ Եվ ես ինչպես ասել եմ, մենք վիճաբանության մեջ չենք մտնելու։ Եվ հիմա նաև ես չգիտեմ, ես առիթ ունեցել եմ ձեզ պատմել, թե չէ։ Ռուսաստան կատարած այցից մեկի ժամանակ մեր գործընկերներից մեկը ասաց հենց հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությամբ վնաս է հասցնում, ասենք օրինակ Ռուսաստանի շահերին։ Ես լսեցի եւ ասացի շատ լավ։ Ես ասել եմ, որ մենք Ռուսաստանի շահերին վնասելու ոչ մի մտադրություն, ցանկություն չունենք եւ վերահաստատում ենք։ Բայց հիմա դուք պնդում եք անում, խնդրում եմ ինձ պատվիրակությանը նաև բոլորին ներկայացրեք մի օրինակ, որտեղ Եվրամիության հետ մեր համագործակցությունը Ռուսաստանի շահերին հասցրել է առարկայական վտանգ։ Եվ հասկանալի է, չէ՞, որ սեղանի շուրջ նստված մարդը առավել քան լուրջ լրջագույն մարդկանց հետ մենք գործ ունենք։ Եվ գիտեք ինչ էր պատասխանը։ Լռություն։ Բայց ես հարցը նորից կրկնեցի, ասեցի խնդրում եմ, մի օրինակ բերեք, մի կոնկրետ օրինակ։ Եվ գիտեք երկրորդ անգամ ինչ էր պատասխանը։ Էլի լռություն։ Եվ մենք թեման փոխեցինք։
Եվ սա ճշմարտությունը սա է։ Մենք ոչ մեր իմիջիայլոց նաև Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը, որովհետև ինչ վնասը հասել, որովհետև այդպիսի տեսակետներ կար նաև Եվրոպական միությունում։ Մասնավորապես կային կասկածներ երկար ժամանակ, թե Հայաստանը մենք ասել ենք, որ մենք սանկցիոն ռեժիմի մեջ չենք մտնելու։ Եվ նաև, բայց ասել ենք նաև, որ մենք քայլեր չենք անելու, որ մենք ինքներս ընկնենք սանկցիայի տակ։ Եվ թափանցիկ ենք ասել եւ Ռուսաստանի գործընկերներին, եւ Եվրամիության գործընկերներին։ Մենք ասել ենք, որ մենք բնակաբար չենք ուզում Ռուսաստանի դեմ որևէ բան անենք։ Բայց մենք ունենք գիծ, եթե որևէ քայլ անելուց մենք զգանք, որ մենք ինքներս սանկցիայի տակ ենք ընկնելու, մենք չենք անելու այդ քայլերը, ամենայն հարգանքով։ Խնդրում ենք ըմբռնումով վերաբերվեք, որովհետև եթե օրինակ Ռուսաստանը կարա սանկցիայի տակ լինի եւ դիմանա, Հայաստանը չի կարող։ Եվ ընդհակառակը Եվրամիությունում կային կասկածներ, որ մենք շրջանցում ենք բաները, այդ սանկցիաները։ Եվ մենք թափանցիկ կերպով քանի անգամ մենք հրավիրեցինք, ասենք եւ գրավոր արձանագրվեց, որ մենք սանկցիաների ռեժիմը չենք շրջանցում։ Բայց էլի սա ոչ թե որ մենք Ռուսաստանն ենք, մենք առաջին օրից ենք պատվիրակություններ են եկել եւ մենք առաջին օրից այս դիրքորոշումը հստակ եւ թափանցիկ ձևակերպել ենք եւ ես հիմա էլ կարծում եմ, որ դա արդար է, որովհետեւ մենք ոչ թե չենք ուզում, որ ինչ որ բանով օգնած լինենք Ռուսաստանին, մենք չենք ուզում ինքներս ընկնենք սանկցիայի տակ, որովհետև մենք չենք կարող սանկցիային դիմանալ, կամ ինչին գնենք սանկցիայի տակ, էլ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության տարօրինակ չի լինի, որ մենք քայլեր անենք, ոսենք գնանք ու մտնենք սանկցիայի տակ։ Եվ նույնն էլ բանում, նույնն էլ Եվրամիությունում երկար ժամանակ կար շատ մեծ, այսպես ասած, հարցեր, թե ինչքանով է Հայաստանի դիրքորոշումները եւ այլն, ինչքանով համագործակցությունը Եվրամիության հետ չի օգտագործվում Ռուսաստանի հետ համագործակցությունը Եվրամիության հետաքրքրություններին եւ շահերին հակառակ։ Այդտեղ ենք թափանցիկ եղել։ Եվ մենք բայց դրանից առաջ հայտարարել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն եւ մնացել ենք այդ քաղաքականության շրջանակներում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Արմեն։ Փաշինյանը շարունակելով Ռուսաստանի թեման, Ռուսաստանի արտգործնախարարությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը կկարողանա հանրապետության կարիքները, էներգետիկ կարիքները բավարարել տասնամյակների համար։ Եվ նաև մեկ հարց վերաբերում է TRIP նախագծին, նախորդային ամերիկյան պատվիրակություն էր ժամանել մեկնարկելու հողատարածքի ուսումնասիրությունը TRIP նախագծի, արդյոք կարող են։ Քանի որ ես հասկանում եմ, որ դուք Գիտեմ, որ կենթանիները ապրելու իրան։ Վիվոյ շուն են բերել, այլ կլիպսով եւ կրծքերը լիքը կան, իրանց ձագերով։ Ես ձեզ շատ հարգում եմ, ես մի անգամ չեմ ասել, որ ընտրելու եմ ձեզ։ Ուզում եմ, որ դուք իմանաք ձեր համայնքի ղեկավարների ձայի մասին։ Այս ամեն շունը 25,000 դրամ է։ Այ հեսա, խնդրում եմ նկարեք, հենա շունը։ Եվ պարոն Փաշինյանը տեղյակ չի, ես համոզված եմ։ Եվ ազգային ժողովը օրենք կա ընդունել, որտեղ կետ կա, որ վերահսկողությունը նորից լինելու է համայնքների վրա, այսինքն կոռուպցիայի ռիսկով օրենք կա ընդունել։ Տիկինը նկատի ունի, որ ստերջացնելու համար տրամադրված գումարները ճիշտ չեն օգտագործվում եւ շները շարունակում են ծննդել։ Շատ լավ, շատ լավ։ Ես հանձնարարել եմ, մենք կապանում ենք, չէ, հանդիպել։ Չէ, ինքը գալիս է միշտ, որտեղ ես եմ։ Մենք շատ լավ նամակներ ա գրում, ես իր այդ մշտական կապի մեջ եմ, այնց որ մենք կապանում ենք, ես հանձնարարել եմ։ Բազմաթիվ ասել եք, որ հանձնարարել եք։ Առ այսօր որևէ մեկը իմ հետ չի կապվել, եւ շները շարունակում։ Չէ, հանգիստ։ Մի հատ կարանք այդ շանը վերցնենք, որ չգնա ոչ միտեղ, որ ստուգենք։ Խնդրեմ, Ձեզ հետ է ենթարկվում է ձեզ շունը։ Ինքը դրսի անտուշուն է, որոնց մենք կերակրում ենք
Եվ կերակրում Ձեզ ենթարկվում է, հայտնաբերում են, ձեզ ենթարկվում է շունը։ իհարկե ես Կխնդրեմ այդ շանը փոխանցեք մեր վերահսկողական մարմիններին, ոստիկանությանը տվեք շանը։ Ես հենց այդ շան օրինակով այդ համարով կգնամ։ Մի հատ կարանք կազմակերպել։ գիտեք ցավալի Շունը պետք է վերցնել։ Շունը պետք է վերցնել։ Ցավալին նայա, որ նոր Եվ տեսչական մարմին պետք է փոխանցել։ Լավ, շունը վերցրեք մեր մոտը լինի, հետո ես կասեմ։ որտեղ հստակ գրված է, որ վերահսկողությունը ստեղծման իրականացնելու են համայնքները։ Արդեն 150-րդ շունն է։ Ես նկարահանում եմ, որ համայնքները հավասարաչափ տենդեր շատ կազմակերպությունների հետ փողերը լվանում են։ Շների Հիմա օգնեք 300 դրամանոց կլիպ 24700 դրամը գրպանում են։ Խնդրեմ, պարզ օրինակ։ Հիմա օգնեք այդ շանը վերցնենք, մենք կստուգենք։ Շնորհակալություն, որ լսեցիք։ Շատ լավ։ Ինչի մասն էր։ Հա, հիշեցրեք, հա։ Առաջինը ատոմակայանն է։ Հա, շատ པարզ է, կհիշեմ։ Կարող եք արդեն Շատ լավ, ատոմակայանի հետ կապված հարգելի հա, նաև քրիպտի մասին ժամանել էր պատվիրակություն հողատարածքների համար։ Արդյոք կարող ենք ոչ միայն հողատարածքի։ որ արդեն գործնական փուլ է մեկնում աշխատանքներ են սկսում։ Պրիպետ կապված միանշանակ կարող ենք արձանագրել, բայց տեսեք, ինքը նախագիծը զուգահեռ process-ներ են տեղի ունենում եւ տարածքների ուսումնասիրությունա տեղի ունենում եւ կոնկրետ չի բացառվում արդեն կոնկրետ որոշ ենթակառուցվածքների հիմնանորոգում սկսենք օրինակ երկաթգծի կայարանների եւ այլնի եւ նաեւ զուգահեռ ընթանում է պայմանագրային պայմանագրի միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքներն են ընթանում եւ մենք ուզում ենք հնարավորինս շուտ դե յուրե այդ ստորագրենք եւ ուժի մեջ մտնի այսինքն գործնականում չեմ չափազանցնում ամենօրյա աշխատանքա գնում թրիպի շուրջ ամենօրյա այսինքն այս մասով այո եւ տարածքի ուսումնասիրություն եւ ֆինանսական ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն եւ կառավարման մոդելների ուսումնասիրություն եւ դե յուրե նշանակություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն եւ այդպես շարունակ Ատոմակայանի հետ կապված մենք այո ոչ մի նորություն չկա մենք նման առաջարկ Ռուսաստանից ստացել ենք բայց մենք նման առաջարկ ստացել ենք նաև Կորեայից մենք նման առաջարկ ունենք Ֆրանսիայից մենք այլ առաջարկներ էլ ունենք եւ մեր հաշվարկը այն է որ մենք արևային էներգիայի այս տեմպով մենք մեծ 1000 մեգավատանոց իսկ առաջարկները հիմնականում 1000 կամ 600 մեգավատանոց ատոմականների մասին է, այդպիսի մեծ ատոմականի կարիք չենք ունենալու, որովհետև մենք ունենք մեր ռեսուրսը արևը։ Մենք հիմա կենտրոնացած ենք, մենք ուզում ենք մոդուլյար ատոմական։ Ինքը ինչով է լավ մոդուլյարը, որ իրան մի մոդուլ կառուցում ես, հետո որ ժամանակ անց կարող ես երկրորդը կառուցես, երրորդը, չորրորդը, եւ ամենակարևորը անվտանգության հետ կապված մոդուլային ատոմակայանը կոպիտ ասած Չեռնոբիլի վթար չի կարա ունենա։ Սա մեզ համար ամենակարևոր հարցն է, որ մոդուլային ատոմակայանում վթարը համարվում է տեղային միջադեպ։ Այսինքն ես շատ կոպիտ ասեմ, մոդուլային ատոմականից մի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրը վթարի պարագայում չի էվակուացվում։ Այս ամենակարևոր առանձնահատկությունն է։ Եվ մենք հիմա Ռուսաստանի հետ ենք աշխատում, Միացյալ Նահանգների հետ ենք աշխատում, Չինաստանի հետ, Կորեայի հետ, Ֆրանսիայի հետ եւ հիմա այո, մենք ընդունում ենք, որ մոդուլային ատոմակայանը նոր բան է։ Հիմական շինարարության մեջ գտնվողները եւ Ռուսաստանում էլ կա նախագիծ, որը հիմա աշխատում է, բայց ինքը ծովի վրա է աշխատում եւ ինքը լողացող պլավուչի են ասում կամ ջրի վրա աշխատող մոդուլային ատոմակայանը եւ հիմա երբ որ այդ առաջարկը կլինի մենք պետք է նայենք նախ տեխնոլոգիայի առաջարկը եւ գնի առաջարկը եւ որ մեզ համար լավագույն առաջարկը էլի եմ ասում ամենայն հարգանքով բայց մենք ատոմակայանի դեպքում էլ քաղաքական ընտրություն չենք անում չենք ուզում անել որտեղ սա տնտեսական հարց է մենք ուզում ենք ծրագրի տևականությունը եւ շահավետությունը Հայաստանի Հանրապետության համար երաշխավորենք
Հիմա որը Միացյալ Նահանգները լավ ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատենք։ Չինաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատենք։ Ռուսաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատենք։ Ֆրանսիան կանի առաջարկ, իրանց հետ կաշխատենք։ Կորեան հարավային, իրանց հետ կաշխատենք։ Էս է պատմությունն ամբողջ։ Բայց ցավոք Հայաստանում էլ դա երբեմն ընկալվում է, որ դա քաղաքական ընտրության հարց է, ոչ դա քաղաքական, դա մաքուր տնտեսական հարց է։ Շնորհակալություն, հաջորդում հանրային հարցազրույց։ Վերջապես գրեթե ամենօրյա ռեժիմով իրավապահարները ենթադրյալ ընտրակաշառքների մասին տեղեկություններ են հրապարակում, բացահայտումներ անում, ինչը կարելի է ենթադրել, որ մասշտաբների առումով բավական մեծ գործընթաց է տիրում։ Ինձ հետաքրքրում է մեր իրավապահ համակարգը արդյոք ունի պոտենցիալը այն ներուժը, որ կարողանա յուրաքանչյուր նման դեպքի հետևից գնալ, թե այնուամենայնիվ մեր արևմտյան գործընկերների օժանդակությունը այդ կարողությունները ուժեղացնելու հարցում մենք տեսնում։ Դա գիտեք ինչ, բոլոր առումներով էլ միշտ էլ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում մեր օրակարգն է, եւ երևի թե աշխարհում այդպես իրավապահ մարմին չկա, որը ասի ես արդեն այն կետի եմ հասել, որ զարգացման անհրաժեշտություն չունեմ, առավել եւս մեր իրավապահ համակարգը, բայց ես հիմա այսօր նայելով, հետայած գնահատելով, մենք պետք է արձանագրենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն, որ հատկապես այն ժամանակ է մենք ստեղծել ենք մասնագիտացած այդ թվում ընտրակաշառքների խնդիրը լուծելու համար, շատ լավ աշխատանք է անում եւ շատ ուրախ եմ ես դրա համար։ Բայց մյուս կողմից չի նշանակում, որ մեր իրավապահները հասել են կատարելության։ Ցավոք մենք չենք կարող, մենք ասել այդպես բան եւ գիտեք իրականում կատարելության երբեք էլ չեն հասնել, միշտ էլ զարգանալու տեղ կա, բայց իհարկե երևույթները մտահոգիչ չեն եւ մենք պետքա լրջորեն պայքարենք ընտրակաշառքների դեմ, որ ակնհայտ է որ պետքա պայքարենք, բայց նաեւ այսօր ես ուզում եմ ելույթներից մեկում ասել, թե չստացվեց իմ թույլ տվեք համոզմունքը նաև արտահայտել, որ ընտրակաշառքով իմ կարծիքով այլևս Հայաստանում հնարավոր չի հարց լուծել։ Հա հնարավոր է մի քանի ձայն փախցնել, բայց տեսնելով մարդկանց տրամադրությունը, մարդկանց քաղաքացիական գիտակցությունը, մարդկանց քաղաքացիական ինքնազգացողությունը, իմ կարծիքն է, որ ընտրակաշառքով քաղաքական հարցեր այլևս հնարավոր չի լուծել Հայաստանում, բայց ինչ խոսք կարողությունները պետք է անընդհատ եւ շարունակաբար զարգանան։ Այս փուլում արևմտյան գործընկերների հետ մենք աշխատում։ Կոնկրետ այդ մասով ես ինչքան գիտեմ, տենց կոնկրետ այդ իրավական գործընթացների մասով համագործակցություն չկա։ Ընդհանուր առմամբ մեր դատաիրավական համակարգի բարեփոխումների շրջանակում միշտ համագործակցությունը որ եղել է, դա է, ինչքան ես տեղեկացված եմ, որովհետև գուցե ինչ-որ բան, բայց կոնկրետ գործերի հետաքննության հետ կապված չեմ կարծում, թե մենք որևէ համագործակցություն ունենք։ Շնորհակալություն, Փայլակ Փարաջան։ Մաշինի ձեր իրական խոսքերը հայտարարում են, որ Հայաստանում իրականացնում է Կարիերի երազանքը, նման հայտարարություն եւ երկրորդ տարբեր դեպքեր քաղաքական հակակետներ հայտարարում են, որ այս ընտրություններում որևէ ուժի չի հաջողվի միայնակ 50%-ի շեմը հաղթարել եւ առաջնորդություն առաջանալու կոալիցիայի քաղաքացիական պայմանագիրը նման սցենար քննարկում է այցը եւ եթե այո, որ ուժերի հետ եք դուք պատրաստ համագործակցել եւ ուժի մեջ արդյոք դեր այդ հայտարարությունը որովհետեւ ԿՊ սահմանադրական ներկայացություն չի ունի սեպտեմբերին ավետարանի պատերազմ։ Գիտեք, մենք նախ ասեմ, որ մենք մեր պլանը այն է, որ մենք ունենանք մեր ցանկությունը այն է եւ քաղաքական ծրագիրը այն է, որ մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Եվ իմ շփումները, որ ես անձամբ այսօրվա շփումը առավել եւս ցույց է տալիս, որ դա շատ իրատեսական է, շատ իրատեսական։ Եվ կարծում եմ, որ նրանք ովքեր խոսում են այդ գնահատականի մասին, որ որևէ ուժի չի հաջողվի միայնակ մեծամասնություն ձևավորել, առնվազն շտապում են։ Եվ երկրորդն էլ դուք եք հետևում եւ դուք էլ կարող եք ձեր հետևությունները անել։ Ինչ վերաբերվում է Ալիևի երազանքին, իսկ ո՞րն է Ալիևի երազանքը։ Ինչ նկատում, հա? Ես էլ չգիտեմ։ Ով էր ասել։
Դե ինքը գիտի Ալիևի երազանքը, թող ասի, ու ասի նաև որտեղից գիտի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Նարեկ Կիրակոսյան։ Շնորհակալություն Ժողովրդան, ճակատի ասացիք, որ հանձնարարել եք Նարոսի տնօրենների մեջ դրել։ Շուտ արձակույթի մեջ գտնվելով իրավունք ունեք ոչ Ռուսաստանի Դաշնությունը իր քաղաքացիներին տեղեկացնում է, որ երրորդ երկրներ մեկնելիս զգուշ լինեն, որովհետև կարող է իրենց ձերբակալեն եւ փոխանցեն Միացյալ Նահանգներին, այդ երկրների շարքում նաև Հայաստանին են ներառել, սա ինչպես կմեկնաբանեք։ Ռուսաստանը մեկ այլ օրենքի համաձայն իրենց զորքերը կարող են օգտագործել մեկ այլ պետության տարածքում իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար։ Հայաստանում կա 102 ռազմաբազան, այս մասով արդյոք նկատողություններ կան, չէ՞ որ կարող է Ռուսաստանը իր քաղաքացիներին պաշտպանելու անվան տա 102 ռազմաբազայով ինչ-որ գործողություն կա։ Ոչ, մտավախություն չկա, որովհետև 102 ռազմաբազան, անկախ նրանից թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում եւ Հայաստանի իրավազորության ներքո, չի կարող լինել մտավախություն։ Արտահանձնման հետ կապված, տեսեք, օրինակ շատ դեպքեր կան եւ այդ դեպքերը 1-2-ը չեն գոնե իմ հիշելով, ասենք կան դեպքեր, երբ որ Հայաստանում անազատության մեջ ձերբակալվում են մարդիկ Միացյալ Նահանգների հայտով, ձերբակալվում են մարդիկ Ռուսաստանի հայտով։ Իմիջիալից ես ասեմ, որ մեկ-մեկ որ աղմուկ ա լինում, որ ասենք չգիտեմ, ինչ բլոգերին են ձերբակալել կամ ակտիվիստին, ինքը պարտավորում է, այսինքն իրավապահները պարտավոր են գործել, եթե կա հետախուզում, որովհետև պարտավոր են մի հատ հասկանալ ինչ պատճառով է, որովհետև տենց այդ աղմուկի տակ, բա որ մեկ էլ մի հատ մարդասպանի բաց թողեն, հասկանում եք, այսինքն դա իմի մարդուն կարա 3 օր, կարա 2 օր, կարա մի քանի ժամ, բայց մի հատ հասկանան էությունը, գոնե հասկանան հոդվածի էությունը, մեղադրանքը, այսինքն դա ինքնաշխատ աշխատող մեխանիզմ է, բայց ես ինչ եմ ասում, լինում են դեպքեր, եղել են դեպքեր, որ Ռուսաստանի հայտով մարդ է ձերբակալվել Հայաստանի Հանրապետությունում, եղել են դեպքեր, որ Միացյալ Նահանգների հայտով է մարդ ձերբակալվել Հայաստանի Հանրապետություն, եղել են դեպքեր, որ հայտը բավարարվել է եւ արտահանձնվել է, եղել են երկու դեպքում էլ, եղել են դեպքեր, որ հայտը չի բավարարվել եւ չի արտահանձնվել, այսինքն մենք կայացնում ենք որոշումներ մեր օրենսդրության եւ գործին համապատասխան, իմիջիալից ասեմ, որ դեպքեր են նույնիսկ, որ 2-3 երկրներով նույն մարդը ձերբակալվում եւ երկրները 3 երկիր ակնկալում է մեզնից, որ մենք հանձնենք իրեն, այդպիսի դեպքեր էլ կան եւ նաեւ այդ դեպքում որոշումներ են կայացվում տրամաբանության շրջանակներում։ Ինչ վերաբերում է այդ հարցին արձակուրդում եմ, ես հրահանգը տվել եմ, կատարեն, չկատարեն իրանց ընտրությունն է, բայց իրանք որոշել են կատարել։ Ես այնուամենայնիվ արձակուրդում, թե ոչ արձակուրդում, Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, էլ չեմ ասում, եթե արձակուրդում եմ, ինչ եք այդ հարցերի պատասխան ինձնից ուզում, գնացեք Մեհեր Գրիգորյանին հարցրեք ուրեմն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը 24-ից։ Վարչապետ, այսօր Արցախի նախին ԱԳՆ-ը Բաքվի կանոնից ձայնագրություն է տվել այդպես գնալ այդ տալի դիմել միջազգային հանրությանը Բաքվի իրավունքների լրագրողներին, որովհետև ուզում են վերականգնիչ բողոք ներկայացնել, չեն կարողանում այդպես նաև միջազգային հայցեր չեն կարողանում ներկայացնել։ Ինչ եք կարծում, ըստ ձեզ արդյոք Բաքվի մահացություն չեք տվել այդ մարդկանց թե ոչ եւ չեք կարծում, որ նաև հենց սրա համար շատերը չեն հավատում ձեր ասած հավաքությանը, ինչպես նաև արդեն երրորդ անգամ քարոզարշավը անցկացվում է կոշտ խոսույթով, մի քանի օր առաջ անցկացվում լագոտ, վերդ մոբայլած նման խոսվիթի, չեք կարծում, որ նաև հանրության առաջ եք պատասխանատու արտադրության խոսք եք գեներացնում։ Դե համենայն դեպս գիտեք, եթե հետևենք թե մեր մասին ինչեր են ասում, երբեմն գուցե էմոցիաների տրվում ենք եւ մեր նպատակն է նա, որ ընդհանրապես Հայաստանում քաղաքական կուլտուրան եւ խոսույթը գա մի կետի, որ ձեր նշած երևույթները մեր կողմից էլ մեր դեմ էլ չկիրառվեն
եւ դա մեր նպատակն է, բայց ես շատ եմ դրա մասին մտածել, իսկապես ես մտածում եմ, որ միջև այդ էջը չփակվի քրյա օլիգարխիկ համակարգի Քոչարյան, Սարգսյան, Ծառուկյան, Կարապետյան, Տեր-Պետրոսյան նոր քաղաքական կուլտուրա հնարավոր չի լինելու ձևավորվել, որովհետեւ նախ ի սկզբանե այդ ատելության խոսքը գեներացվել է իրենց կողմից եւ այդ նույն կերպ մենք թիրախավորվում ենք ամենավատ ձևերով եւ այդ ազդեցությունը 1, 2, 3, 4, 5 այո կարող է չդրսևորվել, բայց մի ինչ-որ պահի դրսևորվում է եւ ես ձեր մտահոգությունը ընդհանուր առմամբ կիսում եմ եւ կարծում եմ, որ մեր ընդհանուր նպատակը պետքա դա լինի եւ մենք էլ աշխատում ենք, որպեսզի դա հնարավոր դառնա։ Ինչ վերաբերվում է քմահաճույքին, բախտի քմահաճույքին թողնելու, ինչպես նախկինում ասել եմ, դա մի թեմա է, որի շուրջ արվում է ամենօրյա աշխատանք, բայց նաև մյուս կողմից այդ աշխատանքը մենք աշխատում ենք հնարավորինս կոնֆիդենցիալ պահել, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ դրա հրապարակայնացումը ոչ մի խնդիր չի լուծում, բայց նաև մենք հնարավորը անում ենք անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը շուտափույթ կերպով լուծելու։ Բայց նաև էտել եմ ուզում ասել, որ տեսեք, հիմա նույն ձեր նշած շրջանակների քաղաքական խոսույթներ, հիմա դուք ինձ եք չի ասում, որ բախտի կամ չգիտեմ ոնց ասի քմահաճույքին է թողնելու, բայց ասենք այն խոսույթը, որ օգտագործում են, որոնց ես անվանում եմ պատերազմի եռագլուխ կուսակցություն, չի նպաստում, որ մարդիկ այդ մարդկանց խնդիրը լուծում։ Որովհետև Ադրբեջանում էլ են, չէ, հետևում քաղաքական խոսույթին։ Եվ տեսնում են, որ թե ինչ խոսույթով է հանդես գալիս պարոն Իշխանյանի մասին էիք դուք ասում, հա։ Բաբայանը, հայնցված ասցիք Իշխանյանը հիմա տեսնում են, չէ, Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով են հանդես գալիս։ Հիմա դա ազդում է այդ ընդհանուր process-ի վրա։ Իհարկե ազդում է։ Կամ պարոն Բաբայանի թիմակիցները եւ խամախոհները Հայաստանում ինչ խոսույթով են հանդես գալիս, ինչ քաղաքական ուղեգիծ են որդեգրել եւ ուր են տանում իրենց պատկերացրած process-ը։ Այսինքն հիմա այդ տրամաբանությամբ եթե նույն դաշնակցությունը մոտավորապես զարգացնում այն միտքը, թե ասենք օրինակ Ղարաբաղը հետ ենք բերելու, չէ, այսինքն տրամաբանական է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա միանա այդ բանին, այդ process-ին ոնց են հետ բերելու։ Պարզա չէ, որ դա կոնֆլիկտի խոսույթ է եւ բերելու է մի ինչ-որ պահի ինչ-որ մի դրսևորում։ Այսինքն նկատի ունեմ, հա։ Ես չեմ ուզում ասել, որ իրանք դիտավորյալ ուզում են այդ մարդկանց վնասեն, բայց այդ խոսույթը իհարկե վնասում է։ Այսինքն տրամաբանական չի, ես դա պետք է ասեմ, որ դա պարզ լինի։ Մենք ասում ենք, բնականաբար մեր գիծը ինչ է։ Մեր գիծը այն է, որ ժողովուրդ կոնֆլիկտը ավարտված է եւ մենք մեր ժողովրդին հետ ենք ասում եւ նաեւ մյուս գործընկերներին միջազգային նաեւ Ադրբեջանի հետ խոսած ասենք կոնֆլիկտը ավարտված է, եկեք մնացած զուգահեռ հարցերն էլ լուծենք։ Եվ ինչ արձագանք ենք ստանում, ասում են քաղաքական այն ուժը, որի ներկայացուցիչն օրինակ Դավիթ Իշխանյանը Սենց տեքստեր ասում, ոնց է կոնֆլիկտը ավարտված։ Եթե ավարտված է, ինչ են դրոշ վառում։ Այսինքն պարզա, եթե դրոշ, այսինքն եթե իրանք ագրեսիվ խոսույթով հանդես են գալիս, ընդհուպ այդպիսի ագրեսիվությամբ, որն է տրամաբանությունը, որ այսինքն մենք այդ մարդկանց ազատենք, որ գան հետո
մի հոգի վրա ենթադրենք իմ իրանք էլ ասում են այս իշխանությանը հեռացնենք, այդ անենք, որ մի հոգի ավել հարձակվի մեր վրա։ Ինձ պարզ չի տրամաբանությունը։ Եվ եթե դրա մասին ենք խոսում, այսօր ամենամեծ խոչընդոտ այդ հարցի լուծման է դա։ Որտեվ մենք ասում ենք խաղաղություն է, հաստատված է, այո։ Ասում ենք եկեք լուծենք, ասում ենք բայց մի րոպե, այդտեղ ինչեր են կատարվում։ Ընդ որում սա բան չի, չէ, Ադրբեջանը իր հրապարակային հայտարարություններով էլ այդ մատնանշումը անում է։ Ես չեմ ասում հատուկ տենց են անում, ես խոսում եմ ընդհանուր միջավայրի եւ մթնոլորտի մասին եւ ասում եմ, թե մենք ինչի հետ ենք առնչվում։ Շնորհակալություն կներեք, մենք մնացել է շնորհակալություն ձեր հարցը տվել եք, հարգելի գործընկեր։ Գիտեմ, որ ես ներողություն, ես հիշում եմ, որ 2019 թվականին Ստեփանակերտում ասել եմ Արցախը Հայաստանը եւ վերջ, ես դա հիշում եմ։ Այո, էդ էլ եմ հիշում։ 2 ամիս թող սպասեն, մեզ կներեն, իրենց կբերեն, բայց Ոչ, խոսքը նրանից հետո, այո, նրանից հետո իմ ասած գերեվարված անձին, եթե ոչ բոլորը, մեծ մասը վերադարձել են։ Հիմա անազատության մեջ գտնվում են մարդիկ, ովքեր ավելի ուշ այլ հանգամանքներում են հայտնվել անազատություն։ Եվ ես համոզված եմ, նրանց խնդիրը նույնպես կլուծվի, բայց դրա համար խաղաղության մթնոլորտը պետք է ուժեղանա։ Հասկանում եք, սա շատ պարզ տրամաբանական բան է։ Ես չեմ կարող Դաշնակցություն կուսակցության ներկայացուցչին ազատության հասնելու հարցում արդյունքի հասնել, եթե Հայաստանի Հանրապետությունում Դաշնակցություն կուսակցությունը ագրեսիվ, կոնֆլիկտային քաղաքականություն ավարում եւ խոսույթներ օգտագործում։ Սա շատ պարզ բան է, հիմա չեմ ասում, ես ամեն օր չեմ ասում դրա մասին, բայց որ հարցնում եք Հաջորդ հարցը սիրիկ։ Չեմ կարող հավատամ, որ տենց բան է հայտարարել։ Ինչ ասել, ասելա դպրոց են կառուցում, որովհետև անուղեղ է, հա։ Չի կարող տենց բան։ Այդ բառացի մեջ բերում է։ Ես կներեք նույնիսկ ձեր պարագայում Տիկին Բաղդասարյանի միջև անձամբ չկարդամ, չեմ մեկնաբանում։ Ոնց կա տենց հայտարարությունը։ Չէ, ասում է, որ դատարկում է սահմանամերձ համայնքները, գյուղերը։ Միջև եթե հարկ համարեմ կարդամ, այն անգամ հիշում եք։ Այդ սունկետ կապված պատմություն է, ինչ պատմություն էր, հələ լավ։ Իմիջայլոց։ Այո, հայցը, հա? Չէ, տենց բան չասեցի, ասացի, որ առանց հարկատրանք ինքը արել։ Բայց լսեք ժողովուրդ, բայց ոնց կա, այո, ներկայացրել եմ, այո։ Ոնց կա, տենց հայտարարություն ոնց կարելի է անել, ասենք դա լուրջ մարդու հայտարարություն, հա։ Հա? Ես ասացի բառի իրավական իմաստով եւ հազար ներողություն, այո, բայց հետո պարզվեց այդ ասուլիսի ընթացքում լրագրողն էլ փաստորեն իմ հայտարարությունը իր ասուլիսը փաստորեն շարունակվելիս է եղել։ Լրագրողը ասել է, որ ես հայտարարել եմ, որ դատի եմ տալու, եւ ինքը միանգամից ասել է, վայ, սկզբից ասում է, ձեզ մի գաղտնիք ասեմ։ Ուրեմն ասենց հետո ասում է, ես ոչ չեմ ասում 100%։ Բականություն անի։ Ասենք կես ժամից ինքն էլ ասում է, ես ուժեղ եմ։ Մի հատ քեզ բերանացում ես դատ եմ տալու, սունկ եմ կերցնելու, ոտները թուլանում է, ձեռները բարձրացնում, ասում է, վայ, ես չէ, դենք չեմ ասել, ուրիշ ձև եմ ասել։ Դե դրա համար ասում եմ, ախր խոսալուց առաջ մտածեք, էլի։ Կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք։ Պարոն վարչապետ, նորելի լսեցի, ասել եմ, որովհետև ուղեղ չունեմ։ Դե չեմ կարող, ես հավատամ տես բանը։ Այսինքն իր անձամբ ուղի խոսքը լսեցի։ Այո, խոսքը հենց նոր լսեցի։ Մի սադրեք, ինչ չեմ մեկնաբանի, միջև։ Դե եթե տենց բան ասել է,
Ինչ մեկնաբանեմ, եթե տենց բան է, ու մարդկանց հասանելի է։ Այո։ Դե ես կարծում եմ իրանք շատ մեծ տեմպերով գնում են իրոք ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարելու ճանապարհով։ Գնում են շատ հետևական նպատակամղված գնում են։ Եվ ես խնդիր էլի ասում եմ, մարդկանց հետ խոսալիս էլ եմ ասում, որ պետք է ես խնդրում եմ եւ կոչ եմ անում, որ մենք դա ձևակերպենք որպես համաժողովրդական խնդիր, որ ԲՀԿ բանը, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարեն։ Ես խնդրում եմ քաղաքացիներին ուշադիր լինել այս խնդիրը լուծելու համար։ Եվ ես դա էլ եմ շատ իրատեսական համարում։ Բայց ես հլա դա հետ կապված մեկնաբանություն չեմ անում, որովհետեւ գուցե ինչ որ մի բան սխալ եք դուք։ Ես եթե հարկ լինի անձամբ կլսեմ եւ եթե համարեմ, որ մեկնաբանելու բան կա, անձամբ կմեկնաբանեմ ուժի ձևաչափ։ Շնորհակալություն Ֆրինյոս հաջորդ։ Այսինքն դպրոց են կառուցում, որովհետեւ անուղեղ են, հա։ Դպրոց եւ ասֆալտ դրան, որովհետեւ անուղեղ են, ցույց է տալիս դա։ Ֆրինյոս Պարոն վարչապետ, նախորդին Ազգային Հայաստան Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Կոտայքի մարզում 52 մարդ են աշխատանքից ազատվել, իրեն որևէ կերպ առնչություն ունենալու համար հետագայում մեկին գործել նախարարությունը իհարկե նախարարությունից ներկայացին ոչխան ինչ է կարծում, ինչ է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները եւ նաեւ երկու հարցեր մարդկանց հետ ձեր հանդիպումներից շրջաններից ստացած տպավորությունների մասին խոսել քաղաքացիական պայմանագիրը հավաքիչների հետ Դե հələ մի հատ եկեք նախ նգնեն այդ հայտարարությունը հերքել, բայց հələ եկեք հասկանանք, եթե օրինակ պարզվեր, որ Կոտայքի մարզի մասին 52 բարեկամ կա, որ իր այդ առնչություն ունի։ Եկեք հա? Բարեկամի հարազատներ ասում են։ Մեկի աները, մեկի հայրը։ Մեկի աները, մեկի Լսեք, ասենք օրինակ իր տղան այդ բանից հետո ո՞նց է փախել Հայաստանից։ Ո՞նց է փախել Հայաստանից։ Այդ թվում իրան օգնել են, որ փախել են, դրա համար եմ ասում, որ մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս։ Իհարկե մենք մի մասին էլի է նախկինում դեպք ա եղել։ Դեպքեր եղել են, որ օգնել իրավապահ համակարգում ենք կան նաև, այսինքն եթե պարզվի որ 52 բարեկ առնչություն ունի, դա պետք է ասենք հա դե ոչինչ։ Որտեղ իրանք ըստ էության ռիսկի կոնտինգենտ են։ Բա ոստիկան բա էտել է կոռուպցիա, ինձ մոտ հարց կառաջանա, այդ ո՞նց է։ Ես օրինակ 52 մարդ կա բարեկային ծառայություն, որ ինձ հետ առնչություն ունի։ Բացառում եմ, այդ ո՞նց հանրապետության վարչապետ այդ 52 հոգի առնչություն ունեցող չկա, բայց ասենք օլիգարխի նախկին բելարուսցի հետ առնչություն ունեցող մարդ կարա, դա նորմալ է, բայց իհարկե պետք է ազատվեն աշխատանքից։ Եթե ես իմանամ, որ այդպիսի բան կա ու չեն հանել գործից, նա ով չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից։ Բա ո՞նց է փախել Ծառուկյանի տղեն կրակոցներ արձակելուց հետո Հայաստանից, այդ հարցը պետք է պարզաբանվի, թե չէ։ Եվ երբեմն հետաքննություն կարող անես տարիներով բանը լինի։ Չտեւ այդ հետաքննություն, պետք է պատասխանատու, տենց դեպք եղավ, պետքա նրանք ովքեր իբնե պետքա կանխարգել էին դա չեն արել, պետքա հանվեն գործից եւ հանվել են գործից։ Բայց եմ ասում, այսինքն այդ ինչ մի հատ էլ մտքով անցնում է, որ կարա իր այդ առնչություն ունեցող 52 բարեկը լինի, ասում եմ հանրապետության ոստիկանությունում ինձ հետ 52 հոգի մարդ կա առնչություն ունեցող, բացառում է։ Բայց երկրի վարչապետի հետ 52 հոգի առնչություն ունեցող մարդ պետք է չլինի, իր հետ առնչություն ունեցող մարդ պետք է լինի, եթե լինի, ես հրահանգելու եմ բոլորին հանել, այսինքն եթե հանկարծ չհանեն, նա ով պետք է հանել ու չի հանել, ես իրան կհանեմ գործից, և նախկինում այդպիսի դեպքեր եղել են։
Բայց ես թվում է, որ բանը այդ նույն կալուգացին եւ բելարուսցին, այո, այդ թվում շոշափուկներ ունեցել են եւ ունեն իրավապահ համակարգում։ Եվ հատ կտրելով գալիս են, կտրում ենք, չի պրծնում, որովհետեւ 20 տարի, 20 քանի տարի կոռուպցիոն համակարգը գործել է։ Մեկի վրա կամպրամատ ունեն, մեկին կաշկանդելու բան ունեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այդպես դատաիրավական համակարգով գնում են, ինչ խնդիր ուզում են լուծում են։ Ոչ մեկ չի ասում, ես ո՞նց եղավ։ Էս ինչ պատահեց։ Բայց դրա պատասխանի ժամանակն էլ է գալու։ Ես դրա համար եմ ասում, ժողովրդին ասում եմ, որ մենք 18 թվից պայմանական 23 գլխանի դևի հետ ենք կռվել, 20 գլուխ կտրել ենք, այս ընտրություններում վերջին 3 գլուխը դևի պայմանական բարեց ոչ բուն իմաստով բնականաբար պետք է կտրենք, որ այս հարցերը լուծվեն։ Ու ես չեմ ընդունում էլ որ այ ուրեմն թույլ եք եղել չեք կարողացել, որովհետև այդ մաֆիան ինքը զուտ հայաստանյան մաֆիա չի, դա Հայաստանից դուրս է շոշափուկներ ունի։ Սրանից բխող բոլոր հետևանքները։ Հələ մի հատ ասում է, ինձ հետ մեկը չի ասում, լսի ո՞նց է քո մտքով անցնում, որ քո հետ 52 առնչություն ունեցող 52 մարդ կարա բարեկային ոստիկանությունում ծառայի։ Բա մաֆիան է դա։ Ես ասում եմ, եթե իմանամ, որ որևէ մեծահարուստի, որևէ քաղաքական, որևէ մեկի հետ 52 հոգի անձնական առնչություն ունեցող մարդիկ կան համակարգերում ու իրանց չեն հանել գործից, նա ով պետք է դա հաներ գործից ու չի անել, ես իրան 5 վայրկյան հետո SMS կուղարկեմ։ Շնորհակալություն հայկական ժամանակ։ Նա տելետին չեմ բան սարքել, SMS-ով գործից հանելու։ Հաղորդակցության ձև է դա, ինչն է պրոբլեմը։ SMS-ով գործից հանելու։ Բա ինչով ասենք ենթադրենք բանը ցուլիկ պետք է մորթենք ոտերի տակ։ Ասենք բաներ են սարքում, ոյ SMS-ով բաներ։ Հա։ Մի ընդհատեք, հա։ Կանչում եմ եւ նորմալ բոլորին, տենց մարդ չկա, որի հետ ես չեմ առնչվել, կամ կարող է, գիտեք ինչ, եթե պաշտոնյա կա, ես 1, 2, 3 ազդակներ եմ տվել, որ գիտեք ինչ, ես հարցը պետք է լուծվի, վերջում կարամ SMS ուղարկեմ, կարամ SMS չուղարկեմ էլ, կարա ինքը հեռուստացույցը միացնի, տեսնի։ Ինչն է խնդիրը։ Իսկ խնդիր կա։ Չէ, բոլորին չէ, որտեղ ասում եմ, հարց կա, որ 1, 2, 3, 4, և ես ձեզ ասեմ, ես ոչ մեկին, ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել մի պատճառով, ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել 2 պատճառով, ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել 3 պատճառով։ Բացառված է, որ ես մի պատճառով, տենց մի պատճառի համար, ինչ որ պատճառ կթնվի ու մարդուն ես աշխատանքից ազատ, բացառված բան։ Առնվազն 3 շատ ծանրակշիռ պատճառ պետք է լինի, որ դա տեղի ունենա, որովհետև ես ամենայն հարգանքով եւ գնահատանքով, ընդ որում դա չի նշանակում, որ մեկին որ աշխատանքից ազատում ես, նշանակում է ինքը ներդրում չունի, վաստակ չունի եւ այլն։ Դա նշանակում է, որ կան հարցեր, որոնց լուծման պոտենցիալը սպառվել է այդ ճանապարհով։ Շնորհակալություն հայկական ժամանակ։ Պատասխան հակառակորդությունի բացահայտումները օլիգարխները հայտարարել են, որ շատ բաժանվել են որպես Եվրասիայի շրջանում շատ է արտում վախեր գեներացնելով, այսպես ասած, ասել ու բաները, օրինակ Պետրոպոլյանը, Քոչարյանը, Պետրոպոլյանը խոսել են այն բանի ստուդիներ, երկրորդ Սասնա Զայրյանը եւ Հայաստանի իրենց բարոյական բարոյական շեֆ Օբանջիների մասին, որ Գիտեք, որ տենց խոսույթներով հանդես են գալիս,
ասենք ինձ տենց խոսացողները նույն Ծառուկյանը եւ Կալուգացին եւ Քոչարյանը շպիոն Օնիկին են հիշեցնում։ Ասենք իրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև էսկալացիա լինի, չգիտեմ ինչ վիճաբանություն չի լինելու այդ վիճաբան։ Մենք չենք վիճելու Ռուսաստանի հետ, նախ որովհետեւ Ռուսաստանի հետ վիճելը մեր մասշտաբը չի։ Մենք փոքր համեստ երկիր ենք եւ մենք մեր խնդիրը չի, մեր մասշտաբը չի, մեր նպատակը չի եւ մյուս կողմից էլ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, էլի, դա էլ եկեք չմոռանանք։ Այսինքն հանդած սադրել ինչ որ այն օրն էլ Քոչարյանը ասել էր, որ ինքը ակնկալում է, որ Ռուսաստանը խնդիրներ ստեղծի, էժան սադրանքներ չի հաջողվելու իրանց դա անել, չի հաջողվելու։ Դե թոշակների մասով ինչ ասեմ։ Հետենց որ նայենք, ուրեմն ասֆալտ անելն էլ անդրակաշար, պլյուս սուբվենցիոն ծրագիրն էլ անդրակաշար։ Շնորհակալություն հաջորդին դեզայն։ Փաշինյան վերադառնանք առաջին հաշվետվույթը չեկա, բայց ասեցի, որ դուք որ 3 կամ 4 ուսուցիչների ազատման կա։ Ուսուցիչների չէ, տնօրենների։ Ազատման չէ, դիմում են գրել իրեն։ Երեխաներին ներգրավել եք քաղաքական գործընթացներում, ինչու՞։ Որովհետև տեսեք, դուք կանգնում եք, կանչում եք երեխաներին, ասում եք իրենց հետ աշխատանք տանել, բանկարկում են երեխաները ձեր տիպը, համարը, եւ այսպես կարող եք ասել, բան չի կանում, բայց այդպես է ստացվում։ Անձամբ կանչում եք այդ երեխաներին, բերում եք, հավաքում եք ձեր կողքը եւ քարոզարշավ եք իրականացնում։ Ինչ եք այդպես կանում, այսինքն երեխաները ամենահեշտ քարոզչական միջոցն է ձեզ համար եւ վերջում քաղաք դիտարկում 3 արդեն Ռուսաստանից ձեզ այսպես մի հայտարարություն են հնչել, որ ձեր մուտքը Ռուսաստան պետք է ընդհանրապես դուք չտան։ Ինչպեսին է ձեր արտադրությունը։ Մեզ այդ ասուլիսի է գալիս, հենց արդեն շտապով արդեն հրաժարվում էին նկարվել, երեխեքից մեկը բերեց էս ինձ տվեց։ Հիմա ասենք ենթադրենք ես սիրում եմ երեխեքին, եթե երեխեքն ինձ մոտենում են, ուզում են նկարվեն, ասեմ չէ չեմ նկարվում, ձեզ հետ։ Բա ինչի մասին եք ասում։ Դուք կանգնում եք, խոսում եք, վերջում կանչում եք բոլոր երեխաներին այդտեղ հավաքված։ Նույնիսկ շատ հաճախ լինում է դպրոցի դասի ժամերին այդ երեխաները եկել են հավաքում եք, բերում եք վերաչեք կանգնում։ Ինչ անեմ, ոնց ջրցան մեքենա երեխեքին ցրեն։ Բանը, եք են ինչ բանը։ Դա իսկական ներգրավել է այդ երեխեքին այդ ամենը։ Ես իրավաբանների հետ խոսել եմ, իրանք ասել են, որ ոչ մի իրավախախտում այդտեղ չկա։ Երեխաների հետ կապված խնդիր։ Այո, ասել են ես հենց առաջին օրերից, երբ որ երեխեքը զգացել են, որ ինչ-որ սենց ակտիվ անում են, ես իրավաբաններին հանձնարարել եմ, որ իրենք եզրակացություն տան, այդտեղ օրենքի խախտում կա, թե չկա, որտեղ երեխաներն էլ իրավունք ունեն եւ իմիջիալոց մեր համադրությամբ դա երաշխավորված իրավունք է, երեխաներն էլ իրավունք ունեն արտահայտվել։ Ինչ անեմ դա։ Բայց երեխեքը հիմա գալիս են, ասենք հիմա այն երեխեն եկի այնտեղ կանգնել է, նայեք, ասենք հիմա ուր գնում եմ երեխեք գալիս են, ինչ անեմ ես։ Ցրեմ երեխեքին։ Արկել եմ գա։ Ոնց օքեյ արկել եմ, ոնց արկել եմ։ Հետո չեք ասելու ոստիկանական շարքերով շրջափակված Փաշինյանը իբր քարոզչություն է անում եւ այլ, ինչ անեմ։ Հարգելի Ռուզան, թույլ տանք մյուս գործընկերներին հարցրել, քիչ ժամանակ է մնացել։ Մյուս հարցերին մեկը Ռուսաստան տնօրենների գործողությունների հետ է կապ։ Նախ ես ասում եմ, բացառում եմ, որ մեր շտաբից
եւ կառավարությունից եւ գործադիր որևէ օղակից որևէ հրահանգ գնացած լինի, բացառում եմ պարզապես։ Իսկ ծառայական քննությունը նրա համար է, որ պարզվի պաշտոնյաների գործողություններում ապօրինի բան կա, թե չկա, կպարզվի եւ շնորհակալ եմ այդ մարդիկ կամավոր դիմում են գրել, որպեսզի մենք հանդարտ ոչ ներվային պայմաններում հնարավորություն ունենք հարցը քննարկել, բայց ես չեմ էլ ուզում հանկարծ պարզվի մի տնօրեն ոչ տեղյակ է, ոչ գիտի, մեկ էլ մարդ իմանում է իրան SMS-ով գործից հանել են կամ առանց SMS-ի։ Այսինքն մենք հասկանանք, որ մարդը խնդիր է առաջացրել, ապօրինի բան է արել, եթե պարզվի կազատվի աշխատանքից, մանավանդ որ դիմումն է գրել է։ Եթե պարզվի, որ ոչ մի ապօրինություն չի արել, ինչի ազատենք մարդուն գործից։ Կամ եթե պարզվի ապօրինություն ա եղել, ով որ արել է, իր հետևից գնանք։ Ռուսաստանի հետ կապված դե կարծում եմ, որ էմոցիոնալ հայտարարություններ են, որովհետև Շնորհակալություն, հաջորդ հարցը Արթուր։ Պարոն վարչապետ, ուրեմն վերջին օրերին թուրքական մամուլում հաջողակի տվում է այն ինֆորմացիան, որ մոտ օրերս սպասվում է հայ-թուրքական սահմանի բացում եւ ձեզնից ուզենայինք ճիշտ է իմանալ արդյոք հիմա այդ գործընթացի մեջ է այդ դիլը եւ մոտ օրերս հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացում։ Նախ էլ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա սահմանի մասին է խոսքը, երկրորդը մամուլում այդպիսի հրապարակումներ կան թուրքական։ Թուրքական մամուլում բարբերաբար լինում է, որ անհրաժեշտություն։ Ես ձեզ անկեղծ ասեմ, ես այդպիսի ուղիղ տեղեկատվություն չունեմ, բայց եթե պարզվի, որ այդպիսի բան կա, ես շատ կուրախանամ։ Իմիջայլոց ես նկատեցի նաև, որ դիմության որոշ շրջանակներ էլի վախի մթնոլորտ են տարածում սահմանների բացման վերաբերյալ, ասելով, որ հեսա Թուրքիան սահմանը կբացվի եւ էս կլինի վատ բաներ։ Արդյունքում ստացվում է իրանց ասածից, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի բան էլ լավություն են փաստորեն մեզ արել, որ սահմանները փակում են։ Իսկ հասկանում եք, անտրամաբանական բաներ են խոսում այդ մարդիկ։ Մարդկանց վախեցնում են, որ սահմանը պետքա փակվի, մինչդեռ Հայաստանը 30 տարի բոլոր միջազգային ատյաններում բողոքել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի շրջափակում են։ Այսինքն ստացվում է մի հատ էլ խոսում են այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը ուրեմն լավություն են անում, որ սահմանները փակեն պահում, հա, այդ է ստացվում։ Բայց ես էլ եմ ասում, ես չունեմ ուղիղ անկեղծ եմ ասում նման տեղեկատվություն։ Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա եւ շատ լավ կլինի, որ դա տեղի ունենա եւ տրամաբանորեն պետք է դա տեղի ունենա եւ եթե դա տեղի ունենա, որ պայն տեղի ունենա, ես դա կողջունեմ։ Միանշանակ եւ աներկա եւ ոչ մի կասկած չունեմ, որ դա միայն պոզիտիվ կբերի Հայաստանին, միայն պոզիտիվ, ոչ մի նեգատիվ բան չի լինի, ոչ մի նեգատիվ բան չի լինի։ Հաջորդ հարցը ժողովուրդ։ Համապետական օգնությունների մասնակցում է 19 քաղաքականությունից, բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ 19 քաղաքականությունից գաղտնալսվում է միայն մեկը, որը հիմնական վերմրցակիցն է, ուժեղ Հայաստան Կուսակցությունը, ինչու է դա այդպես եւ ինչու երկրորդ մասրիկում մարդկանց գործ եք խոսք տալիս, ասում եք գործն էլ կլինի, աշխատատեղերներ կլինի, դպրոցներ կկառուցենք եւ ջահելներն էլ կվերադառնան մասրիկ, սա իրավապահ համակարգը դիտարկում է, որ ամեն ինչ կարգին է, հարթ է դիտարկում, իսկ այս նույն համատեքստում երբ ուժեղ Հայաստան Կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանը հայտնի Կանդազը երբ ասում է, որ դպրոցներ կլինի, երբ ասում է, որ հողներ կլինի, գործներ կլինի, ամեն ինչ լավ կլինի, դրան կալանավորում է, սա ինչպես հասկանան, ինչպես պարտաբանում եւ մեկ հստակեցում ԵՄ եւ ԵԱՏՄ-ի հետ կապված։ Դուք ասում եք Հայաստանի առանցքային ուղղությունը ԵՄ-ն է, բայց ԵՄ-ն հայտարարում է, որ իր անդամակցությունը փակ է սպառին եւ չի կարող որևէ մեկի օգնել եւ այս նույն սրանց բեր դուք ասում եք, որ Հայաստանը իր համեստ կարողություններով չի կարող մրցակցել եւ դեռ ավելի պատերազմել ԲՏԻ-ի հետ եւ սրանց բերերը ԵԱՏՄ-ի հակառակ քաղաքականություն է տանում եւ մայիսի 28-29-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ-ի կարգավորումը ՀՏՄ-ն էլ հայտարարել է, որ հստակեցրեք դուք մնում եք ԵԱՏՄ-ին թե դուրս եք գալիս։ Հիմա մենք կարող ենք ասել, որ դուք քաղաքական քիավ եք
նախ ձեր գնահատականը, որ ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն եմ վարում, լավ, այդ գնահատական հանրությունը, ո՞ր հանրությունը։ Դե ժողովրդի հետ շփման ընթացքում այդ։ Ես այսքան ժողովրդից շփվում եմ, որը մեկը չասեց, որ ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն եմ վարում։ Բայց լավ տեսականորեն, եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև ԵԱՏՄ-ի որոշումները ընդունվում են կոնսենսուսով, այսինքն որևէ որոշում չի կարող ԵԱՏՄ-ին ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը։ Հետևաբար, եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ գործեի, այսօր ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն նշանակում կաթվածահար է, չի գործում։ Ձեր հարցերը լսեցի։ Հետևաբար, ԵԱՏՄ-ն կաթվածահար չի նշանակում ես ԵԱՏՄ-ին հակառակ չեմ գործում։ Եվրամիությանը մեր անդամակցության հետ կապված ես բազմիցս պարզաբանել եմ։ Հրապարակային ձեր թույլտվությամբ ես նորից չկրկնեմ, որն է մեր ռազմավարությունը։ Այդ ռազմավարությունը հրապարակված է եւ ոչ մի նորություն չկա։ Մի հատ էլ հարց կար, որն է։ 19 քաղաքական ուժից ինչու եկամ ջրես։ Հա, իսկ ինչ գիտեք։ Եվ նաև մասվիկում Կներեք, քաղաքացիներին խոստացել եք։ հա, հիշեցի հարցերը։ Այդ բարդ իրավական հարցեր եք տալիս, ես չեմ կարող իրավական վերլուծություններ անել, թող իրավաբանները վերլուծեն։ Ինչ վերաբերվում ասում եք միայն, իսկ ինչ գիտեք, ով է գաղտնալսվում։ Իսկ ես չգիտեմ ով է գաղտնալսվում, դուք որտեղից գիտեք ով է գաղտնալսվում։ Շնորհակալություն Հանրային ռադիո։ Պարոն Փաշինյան, իրավական բացահայտումների ֆոնին իրավապահների ընտրակաշառքների վերաբերյալ Վերջին հարցը չի։ Բարբերական մենք էլ արդյունքների Համեցեք։ Մի րոպե, բայց հասկանանք ինչ կա, գոնե ժամ սահմանենք։ դա 10 րոպե է երկար չի գնում։ Իրավապահների վերջին բացահայտումները Անցկես ավարտում ենք։ Ես էլ կարճ կփորձեմ պատասխանել։ Որքանով է հնարավոր համարում ընտրական որևէ փուլում, որևէ քաղաքական ուժի չգրանցում, այսինքն գրանցումը չեղարկել։ Քանի որ կենտրոնական միտական հանձնաժողովի նախագահն իր ասուլիսներից մեկում ասաց, որ միտական օրենսդրությունը նման սահմանում է, եթե չսահմանված քանակից շատ է։ Ես ինչքան տեղյակ եմ, կառավարությունը եւ վարչապետը այդ հարցում որևէ լիազորություն չունեն, հետեւաբար հարցը ինձ ուղղված չի։ Ով իրավասություն ունի, թող ինքը պատասխանի։ Շնորհակալություն Վահե Մակարյան։ Մի հարց, որ խնդրել են փոխանցեմ արտերկրում ապրող պահեստավորի սպաները, օրինակ Ամերիկայում այլ երկրներում եւ ոչ միայն սպաներին վերաբերում։ Խոսքը թոշակների փոխանցման կարգին է վերաբերում։ Այն մարդիկ, որոնք որ գտնվում են արտերկրում եւ ինչ-ինչ պատճառներով հնարավորություն ունեն տարին մեկ անգամ գալ Հայաստան եւ այստեղ իրենց բանկում ներկա գրվել է, այսպես ասած, որ այդ թոշականը որ հավատա որ իրենք նոր տեխնոլոգիաների դարում մարդիկ որ գտնվում են այլ երկրներում կարողանան այդ փոխանցել ստանալ, որտեղ այս տարի նորից սպաներ կան բազմաթիվ, որ Ամերիկայում են մնակում եւ իրենք գիտեմ ծառայել են երկրին, պատերազմի են մասնակցել եւ հիմա զտված է փոխանցել ստանալու հնարավորություն, որտեղ տարբեր պատճառներով չեն կարող գալ տարի մեկ անգամ Հայաստան գրանցվել եւ գնալ։ Սրա մասով նախ տեղեկացնել չէ ինչ լուծում կարող են առաջարկել եւ երկու այդպես կարճ հարցեր, որ ձեր խոսքերից առաջացավ։ Նախ այդ բարեկների մասով ի վերջո աշխատանքից ազատ բարեկներ կան, թե չէ։ Ճիշտ է, այդ 50-ը ոնց որ հերքել են հիմա։ Ես չգիտեմ։ Ասոթը չկա։ Երբ դուք որ ասում եք ես SMS-ով 1, 2, 3 պատճառից ավել, այսպես մի պատճառով չեմ հեռացել Պաշտոնյան երկու պատճառով, ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր ԿՊՑ Սարգիս Հովհաննիսյանին կարծես թե մեկ պատճառով հեռացրիք աշխատանքից, պաշտոնից, երբ որ իմացաք, որ այսինքն ձեր կառավարական համառոթության մոտ գտնվող Ռուբինի տանիքին սալյուտ էին խփել, դուք երևի վախեցել եք կամ անհանգստացել եք, այդպես հրահանգել եք միանգամից տեղում ազատել նրան պաշտոնից։
Օրինակ սա հիմա մի պատճառ է, թե այլ ավելի խորհրդային պատճառներ են դրանք։ Մեկ էլ ԲԴԽ նախագահային SMS ուղարկել է, նորմալ է։ Դա ձեր կառավարության անձն է կողմ։ ԲԴԽ նախագահի վերջո սուպեր անկախ մարմնի ղեկավար է, ու գործադրի ղեկավարը եւ SMS ուղարկել։ Բայց կարող է SMS-ին պատասխանել, որ պատասխանել է։ կարող է չտալ հրաժարական։ Բայց նաև ԲԴԽ-ն էլ այո անկախ մարմին է, բայց նաև եկեք արձանագրենք, որ քաղաքական մեծամասնությունն է, չէ՞ ընտրում իրան։ Նաև քաղաքական պատասխանատվություն է կրում քաղաքական մեծամասնություն։ Հիմա ես որ բակ մտնում եք, մարդիկ էլի արդարությունից ու արդարադատությունից են խոսում։ Մի հատ ինձ բացատրեք, ես պատասխանատվությունը դրա ոնց կրեմ։ Մի մասին բողոքում եք, ասում եք բանին մնացական Մարտիրոսյանին չեք հանում, չէ, գործից։ Մյուս մասից բողոքում եք, ասում եք հանում եք գործից։ Ես ոնց կրեմ քաղաքական պատասխանատվություն։ Չեմ խառնվում, հենա չեմ խառնվում, մարդիկ ասում են միջև Միխայել Քոչարյանը նստած չի, պատասխանի։ Էդ էլ են ասում։ Բա էդ էլ են, տեսեք դուք էլ եք հարցնում, ինչ եք ինձ հարցնում։ Սերժ Սարգսյանի մասին էլ են հարցնում, Ռոբերտ Քոչյանի։ Չէ, բայց կա իրավական համակարգ, բայց էլ եմ ասում, ես ընդհանրապես մեր իրավական համակարգի ամենամեծ խնդիրը համարում եմ այն, որ մեր դատա իրավական համակարգը օրգանական կապ չունի ժողովրդի հետ։ Ինքը կղզիացած, անհասկան։ Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որ չի բխում ժողովրդից։ Մեր դատաիրական համակարգի ֆունդամենտալ պրոբլեմն է նա, որ չի բխում ժողովրդից։ Եվ հետևաբար սահմանադրական փոփոխություններով մենք այս հարցը պետք է լուծենք։ Եվ դատաիրավական համակարգը պետք է օրգանական կապով բխի ժողովրդից։ Հակառակ դեպքում այս խնդիրը չի լուծվելու երբեք։ Եվ առանց սահմանադրության փոփոխությունների այդ խնդիրը չի լուծվելու։ 8 տարի պատրաստում էինք սահմանադրության, ասում եմ առանց սահմանադրության փոփոխությունների այդ հարցը չի լուծվելու։ 8 տարի անց դուք նորից դեռ նախնիներն եք իրականացնում, ուրիշ հերոս յալու չունեք, Վազգեն Քոչարյանի նախնիների։ Ես չեմ թիրախավորում, եթե դուք ուղիղ եթերում հետևում եք, ժողովուրդն է թիրախավորում։ Ինձ էլ թիրախավորում է նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանը դեռևս ազատության մեջ է։ Այն երկու հարցը Սարգիս Հովհաննիսյանին չի ազատեցի, եթե մի պատճառի։ Սարգիս Հովհաննիսյանին ազատեցի 3-րդ պատճառով, ցանկացած որևէ մեկին ազատել եմ 3-րդ պատճառով։ Դա արդեն այլ մանրամասն ՊՊՑ-ն հատուկ ծառայությունն է եւ իր գործունեությունը չեմ պատրաստվում հրապարակային քննարկման առարկա դարձնել։ Թոշակները Պայստազորի սպան ինչի չի կարա գա Հայաստան, կարակ բացատրել։ Ինչի չի կարա գա Հայաստան։ Դե մեկը կարող է երկուսը, բայց բազմաթիվ այլ։ Ուրեմն Պայստազորի սպան բնակվում է Միացյալ Նահանգներում եւ չի կարող գալ Հայաստան, այդ արդեն լավ չի հնչում։ Մեկը հիվանդության պատճառով, մեկը պարտադիր խնդիր ունի, բայց Դուք գիտեք, որ այդ համակարգը հերրավար հաստատման ինքը շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում, մենք չենք կարող այդ միջև էսպա մենք վստահելի լուծում չենք գտել եւ որ պահին կտեսնենք, որ որևէ լուծում կա, որը վստահելիորեն այդ հարցը կարգավորում է, գուցեև գնանք այդ լուծումներին։ Միջև էսպա նման լուծում չենք գտել։ Շնորհակալություն եւ թող կան ստանան թոշակ։ Վերջին հարցը։ Ով է ում սպառնում աշխատանքից ազատելով։ Եթե ասեմ, որ եթե նամակների բովանդակությանը մեկ ընդհանրություն գրված կան, անանուն նամակներ կան, կապած այն բանի։ Լավ էլ Ժողովուրդ ջան։
Ես ասում եմ, բոլոր պաշտոնյաները, ով վարչական ռեսուրսով մարդկանց ստիպում են, որ գան մեր հանրահավաքներին, այդ մարդիկ կազատվեն աշխատանքից։ Բայց եթե պարզվի, որ որևէ մեկը ուզում է գա մեր հանրահավաքին եւ արգելում են գա մեր հանրահավաքին, այդ մարդիկ նույնպես կազատվեն աշխատանքից։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ես բոլոր պետական պաշտոնյաներին եւ ժողովրդին եւ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել մեր հավաքներին։ Կոչ եմ անում պետական պաշտոնյաներին, բոլորին, որովհետեւ ես չեմ կարող քաղաքացիների մի մասին կոչ անել, մյուս մասին ում օրենքը չի արգելում եւ երբ օրենքը չի արգելում, ուսուցիչներին, տնօրեններին, պետական պաշտոնյաներին, բոլորին ես կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել մեր հանրահավաքներին։ Եվ ես որպես շարունակություն ասում եմ, եթե որևէ մեկը ցանկություն չունի արձագանքել իմ կոչին, բայց նրան ստիպում են արձագանքել իմ կոչին, այդ ստիպողը աշխատանքից կազատվի։ Բայց եթե որևէ մեկը ցանկություն ունի արձագանքել իմ կոչին, ներառյալ ուսուցիչ, ներառյալ տնօրեն, ներառյալ որևէ պաշտոնյա, ում օրենքով ընդհանրապես կամ կոնկրետ հանգամանքներում արգելված չէ մասնակցել, եթե որևէ մեկը հանկարծ արգելի որևէ մեկին մասնակցել մեր հավաքից, այդ արգելողին էլ կազատեմ, ստիպողին էլ կազատեմ, ստիպողն էլ ապատասխանատվություն կրելու, արգելողն էլ ապատասխանատվություն կրելու։ Եվ ես բոլորին կոչ եմ անում, որտեղ հանրահավաք եմ հրավիրում, ես կոչ եմ անում, որ մարդիկ մասնակցեն, ուսուցիչները, տնօրենները, բոլոր պետական աշխատողները այն դեպքերում եւ այն պայմաններով, երբ իրենց արգելված չի, որովհետև կան դեպքեր, որ արգելված է, սահմանափակումներ կան։ Ասենք օրինակ, եւ ես էլի եմ ասում, ես չեմ ուզում այդ բանով, այդ այսպես ասած սադրանքներով տպավորություն ստեղծվի, բայց մարդկանց թույլ չեմ տալիս, ես թույլ չեմ տալիս գալ մեր հանրահավաք, ոչ ես բոլորին ոչ միայն կոչ եմ անում, այլև խնդրում եմ, ակնկալում եմ, որ ակտիվ մասնակցեն մեր քարոզարշավին, աջակցեն մեզ բոլոր հնարավոր կերպերում, բայց բացառապես օրենքով չարգելված եւ որոշ դեպքերում, ովքեր պետական պաշտոնյաներ են, օրենքով թույլատրված դեպքերում։ Բայց իմ կոչը շատ ուղիղ է, աջակցեք մեզ, մասնակցեք եւ հավաքներին եւ բոլոր այն աջակցության ձևերով, որ օրենքը չի արգելում, սահմանադրությունը չի արգելում բան անել, աջակցել։ Բայց կարող է պետական պաշտոնյաներին ասեմ, չէ, գնացեք Կալուգացի Սամոյին բան արեք, աջակցեք։ Ոչ, չի կարող։ Չի կարող։ Չի կարող։ Եվ առաջին հարցը ո՞րն է։ Հա, ես կարող եմ, ես ուզում եք կարդամ, բայց չարժի կարդալ, որովհետև գրածը շատ էմոցիոնալ է։ Ես կարող եմ ձեզ ասել վարչության անդամներին քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ինչ եմ գրել այսօր, գրել եմ, որ երկրում օր, ժամ իրավիճակը փոխվում է, եւ մարդիկ այնպիսի էմոցիաներ են արտահայտում, որ ես այնպիսի էմոցիաներ են հաղորդում, որ ես նույնիսկ չեմ հավատում, ես անդադ կասկածում եմ, ասում եմ, լսեք, ես կարող եմ ինչ-որ ձևով բեմադրած է, ինչ-որ ձևով տենց այլ բան է, բայց ոչ, որովհետև այնպիսի իրադրություններ են եւ այնպիսի էմոցիաներ են, այնպիսի խոսքեր են, որ ինձ համար ակնհայտ է, որ իրոք ես երբ որ խոսում էի հեղափոխության մասին, գիտեք ինչ, ես անկեղծ ասեմ, հունիսի 7-ին ընտրություններ չեն լինելու իմ տպավորությամբ։ Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու։ Որովհետև այս էմոցիաները, այս մարդկանց այս վերաբերմունքը, այս խոսքերը ինչարից ամեն ինչ ուղիղ եթերում է լինում։ Դուք էլ լրագրողներ եք, այդ մարդիկ էլ կան։ Գնացեք, տեսեք ինձնից հետո, ինձ հետ շփվելուց հետո նույն բանը կասեն, թե կասեն, չէ, դե ստիպել են, դա հնարավոր չի ստիպելով անել։ Դա հնարավոր չի։ Մարդկանց կարան ստիպելով ասեն գնա կանգնի։ Բայց որ մարդկանց չեն կարա ստիպել ասել բառեր, նախադասություններ, որոնց մեջ ահռելի էներգիա կա եւ ահռելի էմոցիա կա։ Եվ այդ ակնհայտ է այդ էմոցիան եւ էներգիան ինձ համար։ Եվ օրի ժամը փոխվում։
Ես նոր էի նայում, սկզբից ինձ թվաց թե կանգ առա, բայց հիմա ինչքան հասկանում եմ, ինչ բացասական փոփոխ։ Ոչ, ինչ պետք է նկատեմ։ Այսօր նկատեցի, որ Բևերի ներկայացուցիչներից մեկը եկավ, խոսած, ասեց, որ ես մարդկանց խափում եմ, որ պետք է հեռանալ, ես էլ ասեցի ժողովուրդը կորոշի կհեռանան, որ եթե ժողովուրդը Ինչ Չէ, մենք շատ բաների վրա պետք է աշխատենք, բայց ես տեսնում եմ, որ ժողովուրդը ահռելի պոզիտիվ տրամադրության մեջ է, ահռելի, եւ ես այսօր բանում էլ ելույթ ունեցա, ասի հիմա խոսքը ոչ թե ուրախ ավտոբուսի, այլ ուրախ Հայաստանի մասին է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ուրախ է, ժողովուրդը ուրախ է, ուրախ է խաղաղության համար, ուրախ է սոցիալական, տնտեսական, քաղաքական ահռելի փոփոխությունների համար։ Եվ ունի ժողովուրդը ուրախանալու շատ բան, եւ ես ուրախ եմ, որ ժողովուրդը ուրախ է։ Շնորհակալ եմ։